ասելու չի բառերով, դա պետք է ամեն օր գնաս, գազ, որ զգաս, ասենք այս ճանապարհը։ Ինֆեկցիոն հիվանդանոց ստանող ճանապարհի անբարեկարգ տեսքը մնաց անցյալում։ Վանաձորի 3-րդ համաբուժանից մինչև ինֆեկցիոն հիվանդանոց ստանող ճանապարհի շինարարությունը արդեն ավարտված է։ Սա արդեն հրաշք է։ 3 տասնյակից ավելի այս ճանապարհին ասֆալտապատում չէր արվել։ 2017-ին մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրի մեջ մարզպետի հետևողականությամբ եւ կառավարության աջակցությամբ 40 տարվա անմխիթար պատկերը սկսեց փոխվել։ Շինարարությունն ընդգրկվել էր 7-րդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների թվում։ Այսօր ես ուղղակի հիացած եմ նախ կատարած աշխատանքով եւ այն վերաբերմունքով, որ ղեկավարությունը ցուցաբերում է այսօրվա դրությամբ նաև բուժ հիմնարկների սպասարկման հարցերում։ Կարծում եմ, որ սրանից մեծ գնահատական տալ ես չեմ կարող։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարփինյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետանի քաղաքաշինության վարչության պետի ուղեկցությամբ եղավ այս ճանապարհահատվածում։ Մարզպետը տեղում է ծանոթանում կատարված աշխատանքին։ Մարզպետի հետևողականությամբ գլխավոր կետում է եղել ճանապարհի շինարարության որակը։ 2200-ից 2300 քառակուսի մետր տարածքի շինարարության համար ներդրվել է 27 միլիոն դրամ։ Ճանապարհի շինարարությունը չի շրջանցել նաև Վանաձորի մի քանի այլ փողոցներ, այդ թվում Ներսիսյան տպագրիչների, ինչպես նաև 10-րդ դպրոցի հարակից փողոցը։ Այս հասցեներում եւս մարզի ղեկավարը ծանոթացավ շինաշխատանքներին։ Զեֆիրա Հովանիսյանը Վանաձորցուն հայտնի Քարքարոտ թաղամասի բնակիչ է, ապրած օրվանից անանցանելի ճանապարհ է տեսել։ Երկար սպասված էր այս շինարարությունը իր եւ իր հարևանների համար, ասում է տիկին Զեֆիրան։ 700 քառակուսի մետր տարածք ընդգրկող այս փողոցը այսօր արդեն հանձնվում է բնակիչներին, բայց արդեն բարեկարգ։ Ոչ մի տրանսպորտ չէր մտնում այս ճանապարհը։ Ու ասում ենք այն վերևը կանգնում են ոտով իջնում են։ Իրոք շնորհակալ ենք մեր ղեկավարությունից։ Ու ուզում եմ, որ ոչ թե այս ճանապարհը բոլորն էլ են ուրախանում։ Արթուր Նալբանդյանն ասում է, որ այս աշխատանքները կատարելու համար եղել են որոշակի նախապայմաններ։ Հավելում է նաև, որ բացի հրատապ միջոցները մարզին հատկացվել է 300 միլիոն դրամ, որը դարձյալ կողվի բարեկարգ փողոցներ ունենալու։ 15-20 օրից շինարարի անունը պարզ կդառնա ու մեծ թափով կսկսվեն շինաշխատանքները մարզ կենտրոնում։ Փողոցները հիմնականում ընտրվել են ոչ ինքնանպատակ, մենք հստակ պատկերացում ունենք, թե Վանաձորի որ փողոցն է ավելի վատ վիճակում եւ համայնքապետարանի հետ համատեղ մենք փորձել ենք հասկանալ առաջնահերթությունը որ փողոցներին տանք։ Հիմնականում առաջնահերթությունը տվել են վատ վիճակներին, առաջնահերթությունը նաեւ տվել ենք, թե որ ճանապարհն է ավելի բանուկ եւ որ հատվածն է մեզ ավելի խիտ բնակեցված, որը մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Եվ այս նախապայմանները մեզ թելադրում են, թե որ ճանապարհներին պետք է ուշադրություն դարձնենք։ Բայց այս 290 միլիոն դրամի մասին, որ ես խոսեցի, ասեմ, որ գրեթե բոլոր հիմնական ճանապարհները ընդգրկված են, թե փոսային նորոգման, թե ընդհանուր ասֆալտապատման, եւ ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում մեր վանաձորցիները կտեսնեն, կզգան, թե ինչ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։ Ծավալային աշխատանքներ կիրականացվեն նաև տանիքների վերանորոգման ուղղությամբ։ Վանաձորում նախատեսվում է իրականացնել 8 ծրագիր։ Վանաձորի Տարոն 3 ՔՇՀ 7 թիվ 50 բազմաբնակարան շենքի, Թումանյան փողոց թիվ 4 բազմաբնակարան շենքի, Իսահակյան փողոց թիվ 11 բազմաբնակարան շենքի, Չուխաջյան փողոց թիվ 29 բազմաբնակարան շենքի տանիքների վերանորոգում։ 100 միլիոն դրամի շուրջ 150 միլիոնը մենք առույցի բաժինը տրամադրել ենք Վանաձոր համայնքին, որովհետև իրոք Վանաձոր համայնքում լուրջ աշխատանքներ կան, որ պետք է համայնքապետարանի հետ համատեղ իրականացնենք։ Անուր առմամբ կապալառուների հետ ըստ ֆինանսական ծավալի կնքվել է շուրջ 106 միլիոն դրամի պայմանագիր եւ բոլոր աշխատանքները այսօր ընթացքի մեջ են։ Հրատապի միջոցներով ներառված 25 ծրագրի թվում է նաեւ 9-րդ դպրոցի հարակից կամրջի վերանորոգումն ու մարզկենտրոնի սրտում կառուցվող մոր ու մանկան զբոսայգին։ Զբոսայգի դառնալու ճանապարհի շինաշխատանքները արդեն սկսված են։ Դրանք իրականացնում է Այպոշին ընկերությունը, ծրագրին էլ արժե 13 միլիոն դրամ։ Մոր ու մանկան հանգիստը նախատեսվում է ապահովել 3000 քառակուսի մետր տարածքում, նախատեսված է տարածքը սալիկապատել, բետոնե սալիկներով ու փոխել
քայված եզրաքարերը։ Նախատեսված է նաև մշակել սիզամարգերը, էտել, լրացնել ու մշակել դեկորատիվ թփեր։ Իսկ արդեն երկրորդ փուլով 7-րդ հրատապ ծրագրից տնտեսված միջոցներով կառավարության համապատասխան թույլտվության դեպքում նախատեսվում է նաև տեղադրել 4 խաղային կոմպլեքս, նստարաններ, ավազարգղեր, ցայտաղբյուրներ, լուսատուներ ու կառուցել ծածկարան։ Այս փոքրիկ նորինակ արդեն հասցրել է տեսնել, ինչպես ինքն է ասում, այգու նկարը։ Տնեցիներն էլ խոստացել են նրան հաճախ այգի բերել։ Ես տեսել եմ, որ այստեղ կառուցներել են սարքելու, որ ես գամ խաղամ։ Կայցել ենք շատ շուտ, երեխաների համար ինձ թվում է շատ լավ կլինի։ Արթուր Նալբանդյանը եղավ նաև Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, այստեղ էլ բարերար Գագիկ Սարոխանյանի հովանավորությամբ իրականացվել է վերանորոգման աշխատանքներ շուրջ 10 միլիոն դրամի։ Շինաշխատանքներն իրականացնում է Անդրեաս Շին ՍՊ-ն։ Փոխվել են պատուհանները, վերանորոգվել է նաև միջանցքը ու փոխվել ջրագծի ներքին ցանցը։ Աշխատանքները դպրոցում ավարտական փուլում են։ Որին շնորհակալությունս հայտնել Գագիկ Սարոխանյանին, ինքը ցանկություն է հայտնել, որպեսզի դպրոցի շինարարական աշխատանքների հովանավորը դառնա եւ շուրջ 10 միլիոն դրամի ներդրում է կատարել եւ ինչպես տեսնում եք դպրոցի արտաքին տեսքը արդեն փոխվել է եւ դպրոցը պատրաստ է արդեն սեպտեմբերի 1-ին։ Այսպիսով տարիներ շարունակ քաղաքացիների դժգոհությունները, բողոքները ստանում են լուծումներ, իսկ մարզային իշխանությունը տեղեկացնում է, որ դեռ ամեն ինչ առջևում է։ Սայրի ետևում չէ այն մեծածավալ աշխատանքները, որոնց կիզակետում է Վանաձորի ճանապարհաշինությունը։ Եվ հնարավորինս կարճ ժամանակում Վանաձորի գրեթե անանցանելի դարձած փողոցները ամբողջությամբ կվերանորոգվեն։ Մի քանի օրից մարզ կենտրոնի դժվար անցանելի փողոցներից դարձյալ կլսվեն շինարարության ձայներ, որոնք կազդահարեն նոր ու բարեկարգ ճանապարհներ ունենալու մասին։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Արեն Ավագյան, Մոլորակ։